Հիմա կարդամ լսեք առաջնային հատվածը, այստեղ մի հատ դրական բան է, այն որ ուղարկել են, կայանում է նրանում, որ սրանք իմ կարգավիճակը ամրագրել են։ Հեսա ձեզ կցուցադրեմ եւ դա նաեւ կներկայացնեմ Facebook-յան էջերով։ Ուրեմն գրավոր տեղեկացում քրեական վարույթ չնախաձեռնելու մասին։ Ուրեմն 25/06/2025 թվականին նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Գլխավոր Դադա Ղազին։ Ինչքան հնարավոր է ձեզ մատուցեմ մի հատ, հա։ Չեմ անում, երևա թե չէ։ Մի րոպե։ Ու սկսենք սրա շրջանակներում նաև իմ հաղորդումը, որը տրված էր, որ փաստացի 91 թվականով կատարված հանցագործությունների ազգի պետության դեմ պատերազմի հրահրում, մեր ոսկեսերուցքին զոհաբերել գենոցիդի ենթարկել, միլիարդավոր դոլարներ հատկացնել Ադրբեջանին, այսինքն Հայաստան կոչվածը, ըստ ձեր գիտակցության, հանդիսանում է Ադրբեջանի դոնորը։ Ով եք դուք ներողություն։ Հերթապան եմ օրվա։ Օրվա հերթապարը։ Ինչ զվանյով եք։ Մայոր։ Մայոր։ Ահա։ Հաճելի է, Սիմոնյանն է ձեր հետ խոսում։ Լսում եմ։ Հա։ Սարգսյան ջան, մի քանի հարց նախ։ Եթե զանգում ենք 102 ու այդ 102-ին ներկայացումը հանցագործության մասին հայտարարություն։ Ընթացակարգը ինչպիսի ընթացակարգով է իրականացվում նշված հայտարարության մասին հանցագործության տվյալները կամ իրականությունը ստուգելու փաստագրական տվյալները, գործառույթները, այսինքն ոստիկանության, ինչ կարգով է իրականացվում։ Նմանատիպ հարցերը ընդհանուր 102 ծառայության նկարեք փոխանցեք, իրենք պատասխանում։ Էսա ես կասեմ, էլի մանրակրկիտ ինչի համար եմ հարցնում։ Ես փոխանցում եմ, 102-ը փախնում է, դա ինչ է նշանակում։ Չեմ կարող ձեր կոնկրետ բան կա, ասեք։ Իհարկե կա, հիմա 91 թվականով, որի վերաբերյալ նաև իմ ձերքին փաստաթուղթ տա, դատախազությունը պատասխանել է, որ իմ ներկայացված հայտարարությունը որպես նախագահի պաշտոնակատար, կարդամ դուք էլ լսեք, նախագահի Ես չեմ կարող ձեզ լսեմ Չէ, կարճ համառոտ, մի րոպե։ Ես չեմ կարող ձեզ երկար լսեմ։ Չէ, երկարը ո՞րն է, բա ազգի պետության խնդիրներն է, ո՞նց եք կարա։ Ինչ ունեք ասելու կոնկրետ։ Ինչ ասելու չէ, մեղադրանքները, որը ներկայացված է ու որից է համակարգ, դրան պատասխան չի տալիս, բոլորն էլ փախնում են, որ 1991 թվականից արձանագրելով Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, փաստացի ՀՀ պետբյուջեն, եթե ֆինանսավորել է Ադրբեջանին, ապա այդ դեպքում դա հանցագործություն է, թե չէ։ Դուք ինձ զանգել եք այդ հարցը։ Ես հարց եմ տալիս, ուզում եմ հասկանամ նաև ձեր իրավաբանական մի րոպե, հա, Սարգսյան ջան, տեսեք ես ձեզ հետ հարգալից խոսում եմ, ճիշտ է։ Ես անհարգալից հաստատ ձեր հետ չեմ խոսում, նորմալ խոսում եմ, ուղղակի ուզում եմ իմանաք դուք, որ այդ հարցը այդքան տվել եք, ձեզ չեմ պատասխանել։ Ինչի չեմ պատասխանում։ Ինձ տակ, որ ես ձեզ պատասխանեմ։ Բայց չհասկացա, ինչի դուք հայ չեք, ըստ ձեզ։ Դուք բանը ոստիկանության աշխատակցի գործառույթները ինչու՞մ են կայանում։ Հա։ Ամեն դեպքում ես ձեզ կասեի, որ ես ձեր հարցերին այս պահին որ պատասխանեմ, իմ պատասխանը ձեզ ոչ մի էական նշանակություն։ Չէ, ինձ համար մեզ լսում են։ Պատասխանելու եմ ձեզ այն, ինչը որ օրենքով է։ Իսկ օրենքովը ո՞րն է, լավ, օրենքովը ո՞րն է։ Լսեք։ Ձեր տված հարցին ես իրավասություն չունեմ պատասխանելու։ Ինչի՞ չունեք։ Դե չունեմ, հիմա ինչի՞ չունեմ, որովհետև դա ժամանակին այդ որոշումը եղել է Հայաստանի Հանրապետության կողմից, ես ինչ եք հիմա ինձանից հարցնում։ Այ, ապրես։ Բա եթե եղել է Հայաստանի Հանրապետության կողմից ներողություն, բա Հայաստանի Հանրապետության կողմից եթե 1991 թվականով արդեն իսկ որոշումը եղել է, բա ոնց են մեր ոսկեսերուսկին տարել ընդեղ որպես Արցախը մերն է եւ վերջ տարել են զոհաբերել են։ ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է Ադրբեջանին, այսինքն հանդիսացել է Ադրբեջանի դոնորը։ Հա։ Պատերազմը հրահրել Ադրբեջանի հետ, որի հիման վրա տարել են մեր ոսկեսերուսկին, զոհաբերել են արդեն իսկ 35 տարի, հա։ Դա հարցագործություն չեն դրանք։ Ընդհանրապես
նման որակումներ դատարանն է, չէ՞ տալիս։ Չէ, ինչի մարդը գիտակցություն չունի, իրավաբանական գիտելիքներ չունի։ Իրավաբանականը չի կարող ասի դա հանցագործությունն է, թե ինչ է։ Բա ով կարա ասի։ Դատարանն է որոշում։ Հա, դատարանն է ասում հանցագործությունն է, թե չէ, հա։ Խախտենք անմեղության կանխավարկած։ Ինչ անմեղ ով է այդ անմեղը, որ Փաշօղլին, Խերժոն, Ռաուֆը, Քորը, Վզգոն, ազգային ախորը, ձեր համակարգ կոչվածը։ Սիմոնյան, լավ, թույլ տվեք հիմա։ Չէ, ես քեզ հարց տվեցի, նորից եմ ասում։ Ադրբեջանին ֆինանսավորելը ինչ է նշանակում։ Ձեր հարցերը ինձ չպետք է ուղղեն, ճիշտ հարցերով Բա չեք ուղղում։ ում եմ ուղղելու։ Այսօրվա վրա բոլորն էլ պիդր են, բոլորն էլ թուրքի քունված գանդոններ են։ Բա ում ուղենք։ Փաշօղլու ագարկական գավերա 4 միլիարդ դոլար փող որտեղից։ Գիտեմ որտեղից, ես Ո՞ց է։ կընդհատեմ հեռախոսա։ Չհասկացա, մանկապղծության մասին օրենք ընդունել, մանկապղծության մասին։ Դա քրեական օրենսգրքով արգելված արարք չի։ Մանկապղծությունը իհարկե է։ Բա Լանզարոտի կոնվենցիան մանկապղծության մասին չի։ Չեմ կարող կոնվենցիա։ Ոստե։ Բա ես գիտեմ, ասում եմ 2019 թվականին ընդունվել է, բայց լավ։ 91 թվականից որ ամրագրված է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, որ այդ Ադրբեջանի տարածքները ֆինանսավորվել են, մեր ոսկե սերուսկին տարել են, զոհաբերել են, դա ցեղասպանություն, գենոցիդ չի, դա հանցագործություն չի, պետական դավաճանություն չի։ Հա։ Հիմա պարոն Սիմոնյան, Չէ, հարց եմ տալիս, ուզում եմ հասկանամ։ Ես մեկ անգամ պատասխանեցի, ինձ թվում է պետք է նոր։ Չէ, ինձ դա նորմալ չի, դա նորմալ չի։ Այդ ոնց եղավ, հասարակ մարդիկ գիտակցում են, հասկանում են, որ դա հանցագործություն է, բայց ոստիկանության մայորը չի հասկանում, չի գիտակցում, այդ ինչ է։ Դուք արդեն անցնում եք վիրավորանքների։ Չէ, ես որևիցե բառում վիրավորել եմ։ Կան հեռախոսը երևի արդեն շատ ենք զբաղացնում։ Չէ, սակո լուրջ հարց է, նորից եմ ուզում ձեր գործակալական ցանցա Թուրքին ծառայող, թե մեր ազգին, մեր պետությանը պետք է ծառայեք։ Լսեք ինձ, հա։ Հա։ Ձեր գրավոր, ձեր հարցերի պատասխանները ինձ թվում է դուք ստացել եք վաղուց։ Ես չեմ ստացել իմ պատասխան, ինձ հա, պատասխանը գիտեք որն է կլինի, որ այս բոլորին գնդակահարեն, հրապարակավ, սրանց բոլորին որպես պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ գնդակահարեն։ Դրանց դատը ես տանում եմ, ոչ մի դատարան դրան չի վերցնում, դատական process չի անցկացնում, քննության առարկա չի դարձնում, խի։ Դուք պատկերացնում եք, չէ՞ որ ձեր հարցը նորից ինձ ուղղված չի։ Սարգսյան ջան, ես հասկանում եմ, բայց նպատակային, մի րոպե, բայց նպատակային նաև ուղղորդում եմ, որովհետև պիտի արդեն ժամանակն եկել է տարբերակեմ։ Թուրքը ով է։ Թուրքի աթխոդներն ովքեր են, ու ազգի նվիրալներն ովքեր են, որ վաղը մյուս օրը բոլորին պատասխանատվության պատժի ենթարկենք։ Հրապարակավ։ Անպայման։ Բա որ անպայման, բայ Սարգսյան ջան, մեզ պետք է մաքուր տղաներ, որովհետև վաղը մյուս օր սրանց սաղի ոռը չորտոնածառ ենք կողելու ու օպերայի հրապարակավ սատկացնենք։ Այդ կատարած հանցագործությունների համար քրեական օրենսգրքի մեջ ինչքան հոդված կա, այս բոլորով պետք է սրանք դատվեն։ Համատեղ համակարգ կոչվածների հետ, որովհետև եթե այդ համակարգի գործունեությունը համատեղ չիրականացվեր, Փաշօղլին ով է, Խերժոնով է, Ռաուֆով է, Քորով է, կամ դեպուտանկեքով են, որ այդ ծրագրերը, այդ որոշումները կայացրած լինեն մեր ազգի, մեր պետության դեմ, ու թալանեն, կործանեն մեր ազգին էլ ցեղասպանեն, գենոցիդի ենթարկեն։ Հիմա նաև ձեր սրբություններին, նաև ձեր երեխաներին, նաև ձեր բարեկամներին, որովհետև ես հողի վրա են ապրում։ Ես անջատեմ ինձ զանգին էլի պատասխանեմ, հա։ Բայց ես Սարգսյան, ես բան ասեցի էլի։ Ձեր հարցին Ես զգում եմ, որ դու խուսափում ես պատասխանես, բայց գիտես ինչ կա։ Բայց այսօրվա վրա ժամանակն եկել է, մի րոպե, ժամանակն եկել է, որ պոռնիկին ասենք պոռնիկ, պետական դավաճանին դավաճան, ու այդ դավաճաններին իրենց արժանի պատիժ տանք։ Համամիտ չեք։ Հիմա զանգում ենք, էսի նախարարություններ լսեցիք։ Հիմա զանգում ենք ազգային անվտանգություն կոչված տենում եք, հասարակ բան, լապ ավելի թանկ է սրանց համար, քանց թե իրականությունը,
օրենքի իրանցից գրած օրենքներն է, ճիշտ է, որը ամրագրված է քրեական օրենսգրքով, քրդատով եւ այլ եւ այլ։ Հիմա ուրիշ հարց։ Ես մի հատ զանգենք նաեւ ազգային անվտանգության կոչված տրասի գանդոններին ու անցնենք առաջ 010 56 35 15 Ազգային անվտանգության ծառայություն։ Ում հետ ենք խոսում։ Ազգային անվտանգության ծառայություն։ Հասկացանք, ում հետ ենք խոսում։ Հերթապահ մատեք զանգել, ես Գիտեմ, չէ, իրավունք պարտավոր ես, իրավունք ոչ թե իրավունքը մերն է։ Զանգալի չով կարող եմ օգնել ձեզ։ Ինչ չէ, ձեզ, ազգին, պետությանը։ Ինձ ինչ օգնի։ Ահա։ Ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել։ Մեզ, ձեր համակարգը ինչի համար է вообще-то։ Դուք կոնկրետ հարց ունեք։ Կոնկրետ իհարկե, բա կոնկրետ հարց եմ տալիս, որ իմանամ հարց ուղղորդեմ։ Գրավոր դիմեք ձեր հարցը։ Գրավոր դիմացը։ Հիմա մի հատ հարց հիմա։ Փախավ, տեսակ գանդոն է։ Մի հատ է զանգենք։ Այս գանդոնները տեսնում եք, սրանք սաղել գործակալներ են։ Մեկը հանուն լափի Արա, քունեմ սրանց ցեղի բերան է ես։ Սրանց համակարգի այն ընտանիքներին ծծծնեմ ես։ Ես սրանց լավի բերանը քունեմ։ Բազմիցս ձեր իսկ մասնակցությամբ այս տրասի գանդոններին, Խերժոյին, Ռաուֆին, Քորին, Փաշօղլուն ու իրանց համակարգ կոչվածներին բոլորին հրավիրել եմ հրապարակային կլոր սեղանով իրենց իսկ իրավաբանների, քաղաքագետների, դադաղազների, քննիչների, ԱԱԾ-ի կլերի գլոխների նրանց իսկ մասնակցությամբ հրապարակային հարց ու պատասխանի, որի շրջանակներում դրել եմ դեմները։ Ես եմ մեղավոր։ Ես հրապարակավ ձեզ ասում եմ, դուք թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոն եք։ Դուք պետական դավաճաններ եք։ Դուք միջազգային հանցագործներ եք, դուք մանկապիղծ եք, դուք այլասերվակ գյոթ եք։ Ես ձեր ընտանիքների բեռնումը քուն եմ։ Ժամ եմ դրե, օր եմ դրե։ Դուրս գա հրապարակային։ Ես չկարողացա ապացուցել։ Դուք եք ինձ պատժի ենթարկում։ Չէ, ես եմ բոլորիդ պատժի ենթարկում։ Ինչի որևիցե մեկը չի գալիս։ Արա սրանք վախենում են մի մարդու հետ։ Դուրս գալ բանավեճի, դուրս գալ հարց ու պատասխանի։ Ինչի որևիցե մեկը դե լրատվական գանդոններին չի ասում, արա այ լրատվական պուտանկ է։ Էդու մեկ ընկնում եք Քուչեքով Էսյանեան, մի հատ գեղցու բռնում եք, մի հատ կարտոլ ծախողի բռնում եք, բանը, Փաշօղլին սենց ասեց, ձեր կարտիկով ինչ է։ Դե իմ կարտիկով ձեր լավի բերանը ժաշ տալա։ Ձեր լավի բերանը քունելա, ձեր կնգա բերանը քունելնա, ձեր ագարկա ցեղի բերանը քունելնա, ձեր ռաբ բերանը քունելնա։ Դե արեք նստենք խոսանք։ Շուստրի լրատվական պուտանկ եք, դե արեք հետս խոսացեք։ Հրավիրեք կլոր սեղան, մենակ եմ գալիս։ 1000 հոգով եկեք, 1500 հոգով եկեք, ձեր պապաների հետ եկեք, քաղաքական, իրավական կլերի գանդոններով եկեք, մենակ եմ գալիս։ Քիչ եք գալի, վարա։ Հա։ Հարց եմ տալիս, արա։ Կոնկրետ հարցը դնում եմ, ասում եմ այ բերանը ժաշտ։ 91 թվականով եթե դու ամրագրել ես որպես Ղարաբաղը ադրբեջանական տարածք։ Բա ո՞նց ես Ադրբեջանի տարածքը ֆինանսավորում։ Հա։ Ինչ հիմքերով, ինչ իրավասությամբ, ինչ Ադրբեջան, կլիրս ձեր ագարկա բալեկի բերանը դնեմ ես։ Ձեր կնիկներին ծծծնեմ ձեր դոշի վրա, ես ձեր ագարկա ցեղի բերանը կունեմ։ Սա ձեր համակարգերին։ Ձեր նախագահ կոչվածներին, Ռաուֆով, Խերժոյով, Փաշօղլիով, Վահագն կոչված տրասի գյոթով, Քորով, Մորով ու մնացած տրասի գյոթերով։ Ազգային ախորի դեպուտանկ եկով, համակարգ կոչվածի ագարկեկով։ Կոնկրետ հարց եմ տալի, ժաշտամ ձեր գանդոն բերանը։ Իրոպե։
Հեսա դոկումենտը բացեմ։ Մի րոպե։ Հեսա բացեցինք։ Один момент, дорогие товарищи. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը։ Էջիս վրա տեղադրված է։ Կարդամ լսեք։ Так, մենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք ով ենք, կլիրիս են աղջկած բերնումը լծեմ ես, այդ տրասի գանդոն, մենք ով ենք, մի րոպե, եթե դու ես բա մենքս ով են, մենք ովքեր են, մուսրնոցը, դադաղազնոցը, ածը, ընկնչականը, դեպուտանկեքը, մենքը իրանք է, այսինքն որոշումը, որ կայացվում է, ոնց է կայացվում, որոշումները, օրենքները, որ ընդունվում են, ոնց են ընդունվում, չնայած նրանք անօրինական են, որից մեկը օրինական չի, եւ իրավական դրանց գործողությունները իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել, որովհետեւ սրանք ապօրինի են, հանցագործ են, պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ։ Հիմա խոսքը գնում է Արցախի մասին։ Արցախը մորդ պուցնա գանդոն։ Քոր ժաշտան ցեղիդ բերանը։ Ռաուֆ քունեմ ցեղիդ բերանը։ Այդ Արցախը մորդ պուցնա, կանգատ ոռնա, թե քո թուլեքի ոռնա։ Տաս, չտաս, մեր գործարանները, մեր օբյեկտները Կոնյակի գործարանը կլիրս գանդոն ցեղիդ բերանը քոննա, հա? Կամ մեր բոլոր գործարանները դոդիկինը կլնի, լֆոյինը կլնի, թեումը, այդ ումն եք, այ գանդոններ, կամ մեղրին, կամ ճանապարհը, ումն է, որ դուք վեկալ եք տակ Թուրքին, Ադրբեջ, կլիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես։ Ձեզ սատարող համակարգին անձանց կոչված կլիրս ծծեն այդ ձեր համակարգ կոչվածներով հանդերձ։ Ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, դե դրանք ձերն են, առ այդ բեռնումները ժաշտամ։ Ունեք դրա վկայականը որպես ձեր սեփականություն, թե ձեր կնիկների պուցնա, հանում եք դնում եք վաճառքի, հա? Հարց եմ տալիս, արա։ Խերժոք, քու բեռնիցը ժաշտամ ես։ Փաշողլի քու գանդոն ցեղատեսակի ու ձեր համակարգերի բեռնումը լցեմ ես։ Բայց հիմա մի րոպե։ Շարունակենք։ Один момент։ Կարևոր դրույթն եմ կարդում։ Так։ Ապա շրջափակում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությանը ներողություն, Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցություն։ Արա կլիրս քու գանդոն բերանը դնեմ ես։ 20 թվականից սա արդեն ստորագրված, հայտարարված պայմանագիր է։ Սյամո ես բերում տրռցնում ստեն ղախպին։ Այդ սա կապիկություններ է։ Ամերիկայի ես ինչ կազմակերպություն է, այդ սա նշանակում է մի բան, որ համատեղ ընդեղ բանը Գերմանիայից մի հատ կլերի գանդոն կա, Գագիկ Թաթևոսյան կոչված ազնագրային տվյալները հավաքում կուսակցություն է ստեղծում, ես էլ ջուդի գանդոն է, որը այսօր ձեն է փախցնում, տվյալները հավաքում, որ վաղմիսօր այդ ձեներն էլ բերի տա Ռաուֆի, Խերժոյի ներկայանելով, չէ ես դրանց դեմ եմ, սրանք պետական դավաճան են 45 թվին ես սենց արել, 35 թվին ես արել, մի հատ են ծծողը, են դոկ կոչվածը, մի հատ են Վարդանիկ կոչվածը, ես իմիշ կլերի գանդոն այն Ամերիկայում, Հարութին հարութ ես իմիշ կլերիս գլխին է բերում, այսպես ասեց, այնպես ասեց, սա այնպես էր ասում, նա այնպես էր ասում, փաշողլին այսպես, կլիրս ձեր գանդոն բերանները դնեմ ես այ գանդոններ, դուք միտումնավոր ես ոռատուներին օրինականացնում եք,
Դու գանդոններ նպատակային տանում եք այս գանդոնների արածը օրինական կարգավիճակ տալով, որ վաղը մյուս օր այդ օղչարահոտը գնա ընտրության մասնակցի, որ իրանց պետական դավաճանությունները, միջազգային հանցագործությունները, ցեղասպանությունները, գենոցիդը օրինական կարգավիճակ ստանա, որ ոչ թե ասեն գենոցիդը, ոչ թե ասեն պետական դավաճանությունը, այլ օրինականությունը, որովհետև եթե դա օրինականություն չլիներ, դուք եթե դա անօրինական է, եթե սրանք հանցագործ են, ինչ ընտրություն։ Ինչ ընտրության մասին է խոսքը։ Եթե սրանք անօրինական են, սրանք հանցագործ են, սրանք թուրքի քունված գանդոններ են, ո՞նց կարող է պատահի ընտրության գնաց թուրքի քունված գանդոնի հետ։ Ասում են, դրանք դավաճան են, բա գանդոններ, որ դավաճան են, ո՞նց է կեթում ընտրության դրանց հետ, հա։ Շարունակենք, մի րոպե։ Так, Հանրապետության արևմտյան շրջանները եւ Նախճիվանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության, անվտանգության, քաղաքացիների տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչնդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն են իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Լսեցիք արա 20 թվականից այս փաստաթուղթը կա։ Կալիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես։ Ամերիկան իմ գբերի, ամերիկան այսպես կանի, ամերիկան լավա, ամերիկան վատ այն մատ կալերի գլող կային ոռատուն։ Ուկրաինայի Տիգրան Ավակյանն այնչա, այն կալերի գանդոնը։ Ռուսաստանի լեզվով խոսում է, ռուսերեն շարադրում է։ Это так сказал, лучше Америка, чем другие. Лучше Америка вас будет ебать, чем другие. Արայք կալիրս ձեր գանդոն բերանը, դուք գործակալներ եք ժաշտամ ձեր եղած չեղածի բերանը։ Դուք Մոսադի կապ չունի, Մոսադա, ՖՍԲ-յա, ԱԱՑ-յա, թե ինչ կալերի գանդոնները, սաղդ էլ նույն ստրուկտուրաներ է։ Սաղդ էլ նույն գանդոններն է։ Սաղդ էլ նույն թրքաջհուդ բոզի տղեկն է։ Հիմա, արայք բերանները ժաշտամ։ Որ մեկը կարա Ադրբեջանով գնա գա, հա? Տեսեք, միակողմանի կողմնակալ պարտադրանք են կիրառում մեր դեմ։ Փաշողլի, կլիրս կնգատ դրա կեղտոտ բերանն է, աղջկեկիտ բերանը դնեմ ես, խերժով դնեմ ես քո ագարկա ցեղի բերանը, Ռաուֆ դնեմ ես քո ցեղի բերանը, ասմա Ռուսաստանը գնա բանանի մեզ պայի, Ռուսաստանին տալթող կնգատ ծծծնեն, ժաշտամ ես քո ագարկա բերանը, դու իշ կլիրս ես այն ոռատու որոշես մեր ազգի, մեր պետության տարածքների վերաբերյալ, նրանց կարգավիճակի վերաբերյալ, ապագան կամ նրանց կարգավիճակը ում տաս չտաս, դու ով ես այ ժաշտամ ընտանիքիդ վրեն, հա? Արա այ կալերի գանդոն, դուք ով եք արա, այդ ձեր մոր պուցնա, կանգատ ռուսիկնա այ գանդոն, տաս չտաս, ավելի լավ աստելնի քանթեն դելնի, այ կալերիս քո քաղաքագետ, քո նախագահ կոչված բեռնումը ժաշտամ ես, դու ով ես այ գյոտ, կամ ես գանդոննովա, դուք միտումնավոր ես գյոթին պահել եք, որ ձեր վրից բազարը հանեք, որ ձեր վրից պետական դավաճանի ձեր իսկ էլի ոռի ուղեղներով հանելու եք, ժաշտամ ձեր ընտանիքների բերանը, Մակի բեռնումն էլ, Եվրոպայի, Եվրոխորհրդի ու մնացած պիդերների բեռնումն էլ, Էրդողան, Մերդողան, Ֆուցն, Մուցն, Փաշողլի, Խերժո, Լուկաշենկո, սրանց բոլորին գնդակը հարվելու են, հիշեք խոսքերը, ինչի են դրա մասին հիմա սկսել խոսել, որովհետև հիշեք իմ ասածները, սրանց բոլորին հրապարակավ սատկացնելու են, ես եմ, կալիրս ձեր գանդոն բերանը դնեմ ես, հեսա, ես հեսա կհրապարակեմ, ընդունում են ստեղ միա դրական բանը այս թղթերի, այնա, որ
Երկու տեղով նշել են կոնկրետ իմ կարգավիճակը, նախագահի կարգավիճակը։ Այս բոլորը ապօրինի են, անօրինական են։ Այս բոլոր համակարգեր կոչված գանդոններ, եթե դուք ինձ իմ հրահանգները չկատարեցիք, ուրեմն դուք այս պիդրներին կալանավորելու, սրանց հրապարակային դատելու, որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, դուք մասնակից եք լինելու, դուք հանցակից եք լինելու այս բոլոր հանցագործություններին։ Հիշեք խոսքերս։ Որովհետև դուք անմիջական մասնակցություն եք ունեցել այս մեր ազգի ցեղասպանությանը, մեր պետության քանդման քայքայմանը։ Ու դե դեպ ասել, մեր Արմենիայը, Հայաստանի Հանրապետությունը դա կծված, բռնակցված, անեքսիայի ենթարկված տարածք է, Արմենիայի միջնչին մասն է, Արմենիայի միջնչին հատվածն է, որը այս պորնոները 1921 թվականին ամրագրել է, անվանել են, վերանվանել են Արմենիան, որպես Հայաստանի Հանրապետություն։ Մենք, մեր երկիրը Արմենիան է, 480,000 քառակուսի կիլոմետրով, մենք ենք երկրին, այս համենայն դեպս այս երկրին, ձեր գիտակցությամբ, երկրագունդ կլնի, ցիվիլիզացիայի կենտրոն կլնի, տարածք կլնի, պառնիկ կլնի, թե ինչ կլնի ձեր գիտակցությամբ։ Այս քաղաքակրթությունը մենք ենք տվել, մեր ազգն է տվել, որի հիմքերը դրված են Անգլիայի թանգարանում։ Ազգացակումնաբանության ծառը, որի բնի վրա, որի կենտրոնում, որի աղբյուրը հանդիսանում է Արմենիան։ Ինչու Արմենիան, ինչու Հայաստանը չի, որովհետև Արմենիան է, բոլոր քարտեզներով ամրագրված է, որպես Արմենիա։ Արմենիա, մենք էլ արմեններ ենք, մենք էլ արորդիներ ենք, մենք ենք տվել ես գանդոններին, ու այսօրվա վրա մեր սխալն է եղել, մեր հայրերի, մեր մեծերի սխալն է եղել, որ գիտելիքներ չեն ունեցել, որ այս գանդոններին ընդունել են, տեղ են տվել, դրա համար էլ եկել են, իրանց սպանել են, իրանց ցեղասպանել են, իրանցից խլել են այն իրավունքը, որի միջոցով այսօր ձեր դեմ իրականացվում է ցեղասպանություն, գենոցիդ։ Հիմա այս ամենը բացահայտված է, լսում եք, ամենը բացահայտված է։ Հիմա այս գանդոններին ես սպասում էի, որ այս գանդոնները, իդեպ, պետք է ասեմ ձեզ, այն FSB-ի գնդապետ կոչված են գանդոնը, լսում եք, որը փաստացի երրորդ ուժ էր ձևավորում, որ հեղաշրջում իբր թե կատարել, սա էլ է համատեղ սրանց կողմից ցուցումներ տրված, սրանց այս գանդոնների Փաշողլի, Խերժի, Ռաուֆ, Քորի ու իրանց համակարգերի միջոցով, որ հեղաշրջում կատարվեր, իբր թե էլի ձեզ մատուցվեր, դուք դրան ականատես լինելով, հա հեղաշրջում, երրորդ ուժ եւ այլն, սա էլ է ամրագրվել, փաստվել, որ կազմակերպվել է համատեղ դատախազության, ԱԱԾ-ի, քննչականի, հակակոռուպցիոնի, ազգային ախորի, Փաշողլու, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Ֆուցնի, ջհուդական կոլեկտիվի, Ախմեդների, Էրդողանների մասնակցության, բայց այս գանդոններին բոլորին հրապարակավ սատկացվելու է։ Ու էդ էլ ասեմ ձեզ, ադրբեջանցի ցեղատեսակ չկա, Ադրբեջան պետություն չկա, ովքեր ասում են Ադրբեջան, ադրբեջանցի, Ռուսաստան, ռուսաստանցի, Ֆուցն, ամերիկացի, այդպես պետություններ չկա, չկան, օղջարն է։
Դրանք բոլորը գրասենյակներ են, կանցելարիաներ են։ Միակ պետությունը, որ կա այս աշխարհում, դա Արմենիան է։ Արմենիայի իրավասության լիազորության մեջ է կարգավիճակ տալու պետություններին, ժողովուրդներին, նրանց ստատուսը որոշում է Արմենիայի ղեկավարությունը, որը ես եմ ձևավորում։ Հետո սեփականացնում ենք հեծը, ազգայնացնում ենք, կալիրս ծածում ենք ժաշտամ ձեր գանդոն բերանը, դուք ով եք։ Մեր ազգի սեփականությունը ծախում եք, հետո մեր ազգի հաշվին գումարը վերցնում տալիս եք Սիամոյին, ասում եք բան ազգայնացնում ենք, ժաշտամ ձեր մամաների բերանը, ձեր բալեկի բերանը քունեմ ես։ Ես ինչ կապիկություններ եք անում, այդ կալիրս ծածեք դուք։ Հա? Այդ ինչ կապիկություններ եք անում, այ ոռատուներ։ Այս կալերի գանդոնին բերել եք ստեղ խաղեր, եք խաղցնում, արա։ Այդ չատլախներ։ Սյամո, դու այս գյոթի, այս ոռից քունվող գանդոնի պծի մասնիկն ես։ Ոռատու, որ դու այս գանդոնին, այս գյոթին ժամանակին ֆինանսավորում էիր, որ մեր ազգի դեմ իրականացնի ցեղասպանություն։ Քո այն չատլախ աղբերը, որը Խերժոյի կալերի տակ աշխատում էր վախտին, մեր ազգի դեմ ցեղասպանություն էր իրականացնում։ Պորնոներ, դուք ծաղըտել պատասխանատվության եք ենթարկել։ Ես ժամանակ տվեցի ագի, վերջի ելույթի ժամանակ, որ եթե դու մարդ էիր, եթե դու մարդկային հատկանիշ ունեիր, եթե քեզ գցել էին ու վրոդի դու էլ միամիտ էիր, դու պետք է գայր մոտս, ասեիր Սիմոնյան ջան, ես օրենքից չեմ հասկանում, տարել են փագել են կամ աղբերդ գար, կամ քո մոտիկները, աղբեր տարել են մեզ, ապորինի անօրինական փագել են, ասում են իշխանություն ես ուզում զավթես, դու ճիշտ ես, իշխանությունը ժողովրդինն է, ազգինն է, ոնց կարող է մենք Փաշօղլուց իշխանություն խլենք, այն դեպքում, որ դա Իրանը չի, հարց եմ տալիս, բայց դու ինքան չակլախ դուրս եկար, որ բացահայտեցիր քո ինչ լինելը, դու նստած չես KGB-ում, չէ, դու չկաս ընդեղ այդ տղա, այդ սաղ ընդեղ էիր, որ հոկտեմբերյան էիր, որ ընդեղ ականատես էին, մարդիկ տեսնում էին, որ դու ընդեն նստած ես, ստեղ չեն տեսնում, որ դու նստած ես, դրա համար քեզ բերեցին ստեղ, որ գնաս տունը պարկես քնես, ու նստեք իրար հետ խաղակ մեր ազգի վրա, ու տանեք էլի ցեղասպանեք, որ քո նման ղախպեքը մեր ազգի, մեր պետության հաշվին հարստանա, առդ ես գյոթեր, հիմի ազգիս եմ ասում, ազգիս գիտակից հատվածին եմ ասում, համախմբվեք, դուզ գանք ես գանդոններին հրապարակավ սատկացնենք, ես այս դակումենտն էլ ավելի մի հատ հաստոտ բան կանեմ, կսարկել կտամ, հրապարակեմ, ու նորից եմ ասում, սրանց դատերն եմ տանում, որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, Քորի, Ռաուֆի, Խերժոյի, Փաշօղլու ու համակարգերի, որոնք մեր ազգին գենոցիդի են ենթարկել, ցեղասպանել են, պետությունը, պետականությունը ոչնչացրել են։ Այսօր այսքանը։